Քանի դեռ Հայաստանը Ադրբեջանից տեղ ու ժամ է հարցնում, սպասում խաղաղության պայմանագրի ստորագրման պահին, Ադրբեջանը իր ոճի մեջ է, պարտավորություններ ստանձնել չի պատրաստվում, հակառակը նախապայմաններ վերջնագրել են բանակցային սեղանին։ Եթե այնուամենայնիվ այդպես էլ լեզու գտնել չստացվի, ապա Երևանը կհամաձայնի Բաքվի նախապայմանների, սահմանադրության փոփոխության եւ Մինսկի խմբի լուծարման հարցերի շուրջ քննարկում սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Խորհրդարանի իշխանականներն են հարցին պատասխանում, երկու հարցն էլ հայկական օրակարգում կան։ Վարչապետն էլ ասել է, որ դա քննարկման առարկա է, այսինքն այդտեղ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց, ինչպես։ Մենք հարցերը չպետք է դիտարկենք Ադրբեջանի պահանջների կոնտեքստում։ Մենք հարցը պետք է դիտարկենք ինքն իր մեջ։ Միայն Մինսկի խմբի լուծարումն ու սահմանադրության փոփոխության պահանջները չեն Ադրբեջանի կարևոր նպատակները, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասում է, Ադրբեջանը պարբերաբար նաև այլ պահանջներ է հասունացնում ու հետո դրանք խցկելու է բանակցային գործընթացի մեջ։ Ըստ պատգամավորի, վտանգավոր են նաև Ադրբեջանից հնչող վերջնագրերը, որոնցով ուղիղ են ասում, երկար չեն պատրաստվում սպասել, թե երբ Հայաստանը նախապայմաններ կկատարի։ Սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առողջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Այն, որ Բաքուն բացի պաշտոնապես հրապարակված հայտնի երկու նախապայմանները զուգահեռ նաև այլ պահանջներ ունի, հայկական կողմից համոզված է նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ադրբեջանական ախորժակը մեծ է, ցանկությունները շատ ու քանի դեռ նպատակները իրագործված չեն, Ալիևը հեշտ ու հանգիստ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի։ Բազմաթիվ նախապայմաններ է դնում։ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի հարց, պատերազմական հանցագործների արտահանձնման հարց, հայցերի հետ քաշում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա եթե լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի։ Պաշտոնական Երևանը սպասում է, Բաքուն էլ է սպասում, մեկը խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մյուսը դեռ միայն նախապայմանների իրագործմանը։ Տարբեր լեզուներով են խոսում կողմերը։ Այս իրավիճակը տարբեր կերպ են մեկնաբանում նաև խորհրդարանականները։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։